Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, շնորհակալ եմ, որ դիտում եք իմ տեսանյութերը։ Ես հաճախ զբաղվում եմ այս գործերով և լուծումներ փնտրելով, նամակներ գրելով։ Ես միշտ մտածել եմ, որ տեսանյութ ստեղծելը այս պահին առաջնահերթ խնդիր չէ, դա հետո էլ կարվի, ավելի լավ է զբաղվեմ գործերով։ Իսկ խոսելիս էլ տեսանյութերում այստեղ մոռանում եմ ձեզ խնդրել բաժանորդագրվել, հավանել տեսանյութերը, որովհետև տարվում եմ խոսակցությամբ և մոռանում։ Այս տեսնում եմ մեծ ուրախությամբ, որ դիտում են հազարավոր մարդիկ, ընդամենը 1000-ից մի քիչ ավելն է բաժանորդագրվել, գուցե մոռանում եք բաժանորդագրվել դիտումից հետո, խնդրում եմ դրան ուշադրություն դարձրեք, հավանության նշան դրեք, եթե հավանում եք, իսկ մնացած մարդիկ, ովքեր այո լսում են հետաքրքրությունից դրդված, բայց չեն հավանում ալիքը, իհարկե կարող են չբաժանորդագրվել։ Իմ նպատակն այն է, որ հասնել ավելի մեծ լսարանի, ունենալ բաժանորդներ, այդ դեպքում ձեր խոսքը ավելի է ազդեցիկ դառնում, եթե ինչ-որ հարցեր են այստեղ քննարկվում, արդեն հաշվի են նստում ազդեցիկ լսարանի քանակի մարդկանց հետ և ալիքի կարևորությունը ի նկատի են ունենում։ Եթե ձեզ հետ է ինչ-որ վատ բաներ պատահում և օգնության կարիք է զգացվում, որ բարձրաձայնվի, իհարկե ես էլ կբարձրաձայնեմ, բայց դրա համար որևիցե ազդեցություն ունենալու համար, որպեսզի այլ մեդիաներ նույնպես ուշադրություն դարձնեն, ինչ ենք ասում։ Եթե փոքրիկ լսարան է, ուշադրություն չեն դարձնի, այնպես որ ձեզ համար է լավ, որ ձեր հարցերը քննարկվի, եթե ունենաք դա ապագայում։ Հիմա անդրադառնամ Վարդանի մոր տեսանյութի տեսաուղերձի մասին։ Էդգարի ալիքում երեկ լսեցի Վարդանի մոր տեսաուղերձը։ Դրանից առաջ ճիշտն ասած չէի լսել, չէի նկատել, զբաղված էի։ Առաջին պահին զարմացա, հետո չգիտեի նույնիսկ ինչ մտածել։ Ասեցի Էդգարին, գրեցի, ասի խնդրում եմ մի հատ զանգել խոսելու բան կա։ Պարզ երևում էր, որ տիկինը իր աչքով չի տեսել Էդգարի տեսանյութերը։ Պարզապես կրկնում էր իրեն դրված տեսքը, գրված և դրված տեքստը։ Հավանաբար, ԴՕԿ կուսակցության անդամներից մեկը զանգահարել է Ամերիկա, այնտեղ գտնվող մեկին, կապ չունի որ նահանգում, և նրան ուղարկել է Վարդանի մոտ, խաբել է թե Էդգար ջան ալիքը, ինչ-որ մի Էդգար, ցանկանում է պառակտել իր որդու կուսակցությունը, գումար աշխատել, բաժանորդներ հավաքել, օգտագործելով Վարդանի անունը, և գումարներ է հավաքում, բայց չի տալիս Վարդանին։ Եվ տվել են այդ տեքստը, որ այդ կինն ասի, ասելով ոման Էդգար, ուրեմն նա չի նայում այս տեսանյութերը։ Դա հասկանալի է, ես չեմ կարծում իր մոտ հեռախոս չկա, ուղղակի միգուցե Էդգարի կանալը ինքը չի նկատել։ Մենք չգիտենք, թե նա ինչքան է օգտվում ինտերնետից, իսկ հեռուստատեսությամբ դա չի հրատարակվում։ Ամենահետաքրքիրն այն է, որ կուսակցության անդամները, եթե խնդիր ունեին այս հաղորդումների վերաբերյալ, ինչու չդիմեցին Էդգարին ասել կանգ առ, կամ միգուցե բացատրեին, թե դա ինչ վնաս է իրենց բերում, և տրամաբանական պատճառաբանություններ բերեին, և նույնիսկ հայտնեին, որ Վարդանի խնդրանքն է դա, ես կարծում եմ, որ Էդգարը անպայման կլսեր։ Ինչու դիմեցին այսպիսի ստոր քայլերի, իրենց առաջնորդի մորը նույնիսկ օգտագործելով։ Միայն պատկերացրեք, ինչքան վախեցած պետք է լինի մարդը, որ նման քայլերի դիմի։ Սա ուղղակի անպատվություն է, սա ձեր վարկանիշին վնաս տվեցիք դուք սրանով։ Դուք ինքներդ ձեզ խայտառակեցիք, ոչ թե Էդգարին։ Այն մարդիկ, ովքեր որ ձեզ լավ չէին ճանաչում, կասկածներ ունեին,
Հիմա լրիվ հասկացան, մի վառ պատկերի պես բերեցիք, դրեցիք, թե դուք ով եք, եւ ինքներդ ձեզ խայտառակեցիք ու վարկաբեկեցիք այդ ստերով։ Եվ հետո ուրիշից եք նեղանում, ձեր արած քայլի հետևանքների համար ուրիշն է մեղավոր։ Եթե Վարդանի մայրը իր աչքերով դիտեր Էդգարի տեսանյութերը, երբեք նման բան չէր ասի։ Նա շնորհակալ կլիներ իր որդուն աջակցելու համար, նա չէր դառնա մասնակից ձեր ստոր խաղի։ Ձեր ասելով ի նկատի ունեմ 1-2 գուցե անդամի, ամբողջ կուսակցությունը քանի անդամ է, ես չգիտեմ։ Սրա այս արածը մի քանի մարդու գործ է ընդամենը։ Ես ամբողջ դուք կուսակցությանը չեմ ասում դուք այսպես եք, դուք այնպես եք։ 1-2 մարդն էլ բավական է, չէ, այս ամեն ինչը կատարելու համար։ Տվյալ անձանց է կոնկրետ վերաբերվում, ոչ թե ամբողջ կուսակցությանը։ Համոզված եմ, որ այդտեղ կան շատ խելացի մարդիկ, որոնք նույնիսկ դեմ են այս ամեն ինչին, որ անում են այս մի քանի հոգին։ Դրա համար էլ երևի վիճում են իրար հետ, տարաձայնություններ կան, ինչու ես այս քայլն անում, եւ այդ իրենց միջի տարաձայնությունները վերագրում են ուրիշին, թե դուք եք պատճառ հանդիսացել, որ մեր կուսակցությունը պարակտվի եւ խառնակություն եք մտցնում եւ այլը։ Դուք ձեր կուսակցության բոլոր անդամների հավանությունը ստանում եք մի քայլ անելուց առաջ, թե կան այնտեղ մի քանի հոգի, որ ինքնուրույն որոշում են եւ ինչ ցանկանում են անելով, կարծելով, թե ամենաճիշտը իրենք են։ Դուք չեք խորհրդակցում ձեր բոլոր անդամների հետ։ Իսկ եթե բոլորը, ոչ բոլորն են սրան կողմ եղել, ես չգիտեմ մանրամասները։ Մի խոսքով շատ հետաքրքիր բաներ են կատարվում։ Փորձել եք շահագործել Վարդանի մոր վստահությունը։ Նրան օգտագործել եք որպես գործիք ձեր նպատակի համար։ Այն էլ այս լարված պահին, այս ծանր հոգեվիճակի մեջ։ Հիմա ասեք, թե ով է խայտառակել ձեր կուսակցությանը, Էդգարը, թե դուք ձեր արարքով։ Եթե դուք նույնիսկ ձեր առաջնորդի մորը չեք խնայում, այլ օգտագործում եք որպես քաղաքական խաղի գործիք, ինչպես եք սպասում, որ մարդիկ վստահեն ձեզ։ Դուք գիտեիք, որ ամբողջ հասարակությունը լսում է Էդգարին եւ ձեր ստի վրա միայն կծիծաղեն։ Հիմա ով պախարակեց ում։ Ցանկանում եք Էդգարի վարկը գցել, նրան լռեցնել եւ այլը, այսպես ստեր ասելով։ Դուք ինքներդ վարկաբեկվեցիք, ուրիշ ոչինչ։ Բայց գիտեիք, չէ, որ բոլորն են նայում են Էդգարին ու գիտեն, դա ճիշտ է թե սուտ, ինչ է արել, ինչ չի արել, ախր թաքցնելու բան չէր։ Նման հիմար քայլ ես ձեզնից չէի սպասում, ճիշտն ասեմ։ Նաև ասեմ, որ եթե Վարդանը երբեք չէր ցանկանա, որ իր մայրը այսպիսի լարվածության մեջ հայտնվեր։ Էդգարը համեստ ու բարեհոգի մարդ է։ Ինձ թվում է, այսպես ճիշտ կլիներ նրանից այս զրպարտանքների համար հրապարակային ներողություն խնդրել։ Դա ձեր պարտքն է հիմա, որովհետև նա կարող է հեշտությամբ ձեզ դատի տալ, ձեր զրպարտության համար, եւ նրա պաստաբանը կարող է շատ հեշտությամբ վերցնել դիտել տեսանյութերը, տեսնել, որ դա սուտ է, կհասկանաս ճշմարտությունը եւ փոխհատուցում կպահանջեր։ Բայց նա ներողամիտ մարդ է, չեմ կարծում այդպես վարվի։ Եվ նույնիսկ չեմ կարծում, որ դրա մասին մտածեի, ես ինքս եմ բարդացայնում, բայց ներողություն խնդրելը ամենանվազագույն բանն է, որ պետք է անեք Էդգարին պախարակելու համար, այն էլ այս նվիրված գործի համար դեպքում, երբ որ աջակցում է, որպեսզի բանդ չնստի, չարտաքսվի, կյանքին վտանգ չսպառնի
ձեր իսկ կուսակցության լիդերին։ Ձեզ համար էլ է չէ պայքարում, թե դուք առանձին մի հատ յունիտ եք, մաս եք, ձեր նախագահը ուրիշ է։ Նրա հաջողությունն ու ազատությունը ձեզ համար չէ նորից։ Եթե Վարդանի կյանքը նույնիսկ մազից կախված լիներ եւ դրանից կախված լիներ այդ տեսանյութից, նա երբեք իր մորը չէր օգտագործի որևիցե տեսանյութ հղում անելու մարդկանց։ Երբեք չէր անի։ Ինչ վտանգ էր որ լիներ։ Նա այնքան շատ է սիրում իր մորը, որ նման ստրեսների չէր ենթարկի։ Գիտեք ինչ, կուսակցությունների մասին ես իմ կարծիքները ձեզ հայտնեմ, որ պարզ լինի, թե ես ինչեր եմ մտածում։ Ես երբեք չեմ վստահել հին կուսակցություններին, դա պարզ է, նրանք հաշվից դուրս են ինձ համար։ Բայց փոխարենը նրանք երկիրը հասցրել են այս վիճակին։ Եթե նույնիսկ իմ նախընտրած կուսակցությունները սխալ գործի, ես կքննադատեմ։ Ինձ համար ոչ ոք եւ ոչ մի կուսակցություն անձեռնմխելի չի։ Ես չեմ պատրաստվում կուռքեր ստեղծել քաղաքական գործիչներից։ Իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես, եթե լրիվ ազատություն է տալիս եւ ոչ մի կոնտրոլ։ Ինձ այսպես ասեմ, եթե մի կուսակցություն կա, որ ինձ համար ուղղակի շատ ընտիր հիանալի կուսակցություն է, այդ կուսակցությունը վաղը սխալ քայլեր կատարեց, եթե ես նրանց առաջ գովում եմ, հիմա պիտի քննադատեմ չէ այդ հարցերը։ Ով ում չի քննադատում, եթե սխալ է տեսնում։ Փաշինյանին չեն քննադատում, մյուսին, դուք չեք քննադատում բոլորին։ Դուք տեսել եք, որ Ծառուկյանը Փաշինյանը կամ ուղերձով հանդես գա, ասի բաժանորդներ մի հավաքագրեք, տեսարաններ մի ապահովեք, տեսադիտումներ մի ապահովեք իմ անունը շեշտելով։ Լավ, եթե ցանկանում եք ձեր անունը պատենդի տակ վերցնել, գրանցեք, արձանագրեք մի տեղ, որ ով որ ձեր անունը մի տեղ տա, պատասխանատվության ենթարկվի։ Ես հիմա կասեի իմ միտքը կուսակցությունների մասին։ Սա լուրջ հարց է։ Եթե իսկապես մտահոգ են երկրի ապագայով, չպետք է թույլ տանք, որ որևիցե մեկը անսահման իշխանություն ստանա։ Խնդրում եմ դա ի նկատի ունեցեք եւ մտածեք այդ մասին։ Բերեք տեսնենք, թե ինչ ունենք այս պահի։ Լավ։ Հները բոլորը 0 չկան գոյություն չունեն։ Այս տարիների ամեն ապացույցները համբերության մարդիկ շանսեր են տվել, սպասել են, ոչ մի լավ բան չեն նկատել, ընդհակառակը հիասթափվել են նրանց ամեն տեսակի կեղտոտություններից, սխալ քայլերից, դավաճանական դրսևորումներից եւ այլն։ Ուրեմն, այս պահին ես տեսնում եմ արենայում Վարդանի կուսակցությունը դոկ որպես ոչ շատ հին կուսակցություն, նոր կուսակցություն, որը ձեզ ծանոթել է։ Այս 3 կուսակցությունն եմ տեսնում։ Արտակ Սարգսյանի կուսակցությունը, Քոչարի կուսակցությունը, որ նոր է սկսվում։ Նրա բացումը կարծեմ եղավ 3, հանդիսավոր բացումը սկիզբը, այսպես ասած, չեմ հետևել։ Նաև Գուրգեն Սիմոնյանի կուսակցությունը, չգիտեմ ինչ է կոչվում, բայց նկատեցի, որ նա էլ է ստեղծել կուսակցություն, կազմավորում է, ահա սրանք են այս ուժերը, 3, ընտրությունը 3-ի մեջ է, ոչ ավել։ Եթե որոշեմ սատարել, մտածում եմ, ում կսատարեի։ Բերեք այսպես ասեմ ձեզ, ինչ որ մեկին սատարելուց առաջ խնդրում եմ այս կետերը հաշվի առնեք, չգիտեմ քանի հատ կդառնան, ուշադիր լսեք։ Առաջին, նրանց նպատակներն ու ծրագրերը, նրանց ապագա նպատակները եւ ծրագրերը ինչ են ասում ձեզ։
Ինչ են խոստանում, միգուցե հետաքրքիր չեն, ձանձրանալի են եւ բոլորովին անիմաստ։ Ուշադրություն դարձրեք ծրագրերին։ Առաջինը դա է։ Չեմ ասում ամենակարևորը, պրոստը ասում եմ, որ համար առաջին։ Ովքեր են առաջնորդները։ Ինչ է նրանց մոտիվացիաները։ Ինչով են նրանք մոտիվացված, ոգևորված, խանդավառված, ինչեր են ուզում անել հայրենիքի ժողովրդի համար եւ այլը։ Եվ ընդհանրապես ինչ գիտելիքներ ունեն արտաքին հարաբերությունների նկատմամբ, տնտեսության, անվտանգության ոլորտներում ինչ են նրանց ծրագրերը, նպատակը եւ ինչ թիմ ունեն։ Եթե առաջնորդը հիանալի մարդ է, բայց շրջապատված է ապաշնորհներով, նա անհաջողության է դատապարտված։ Ուրեմն ծրագրերը, առաջնորդը իր մոտիվացիաներով, նրա գիտելիքները եւ նրա թիմը, նաեւ նրա անկախությունը արտաքին ճնշումներից։ Արդյոք նրանք ուժեղ կամքի պինդ մարդիկ են, որ կարողանան պաշտպանել երկրի շահերը միջազգային բոլոր բանակցությունների ընթացքում։ Այսինքն նրանց կամքի ուժը շատ կարևոր է եւ անկախ մտածելակերպը։ Այդ ընտրությունները պետք է անել շատ ծառը գլխով, առանց զգացմունքների։ Եթե սխալ ընտրություն կատարեք, դրա գինը կվճարեք։ Եվ կվճարեք ոչ միայն դուք, այլև նաև ձեր ընտանիքները, ձեր երեխաները, ձեր երկիրը։ Շատ մարդկանց ճակատագրեր են կախված ձեր որոշումից, միայն ձեր ճակատագիրը չէ, որ ասեմ, լավ, դուք այդպես արեցիք, դուք տուժեցիք, դուք գիտեք, ձեր այդ մի որոշումից կախված են 100 հազարավոր ճակատագրեր։ Ես մի օրինակ բերեմ, որ օրինակ Հնդկաստանում կար մի կայսր Ջալալուդդին Մուհամմեդ Ակբար։ Ակբար նշանակում է վելիկի։ Նա գրավեց համարյա ամբողջ Հնդկաստանը, չեմ հիշում ինչքան մեծ տարածքներ, ամեն ինչ իր արդեն հսկողության տակ էր։ Նա մուսուլման էր։ Նա ինչպես կարողացավ դառնալ այդքան հզոր, ուժեղ եւ ինչպես ասած այդքան տարածքների տեր, այդպիսի հզոր բանակով եւ այլը։ Ինչպես էր վարում նա իր կայսրությունը այդքան էլ հեշտ չէ։ Այսպես ուրեմն նա իրեն շրջապատեց խելամիտ մարդկանցով։ Դա իր իսկ խելամտության շնորհիվ։ Նա այնքան խելացի էր, որ հասկացավ, դա է ելքը։ Նա հասկացավ, որ մենակ իր խելամտությունը բավական չէ։ Նրան օգնականներ են պետք եւ ճիշտ օգնականներ։ Նա շատ խնամքով ընտրեց իր 9 ադամանդներին։ Կարող եք պատմությանը նայել Ակբարի 9 ադամանները։ Դրանք իր 9 խորհրդականներն էին, ովքեր իրենց ժամանակի ամենապայծառ մտքերից էին, ամենահավատարիմ մարդիկ։ Նա չընտրեց մուսուլմաններին, ովքեր միայն թե կրոնի համար, որ այսպես ասած իմոնք են, իմ կրոնից են, ուրեմն լավը կլինեն։ Նա ընտրեց ռաջպուտների խավից, ռաջպուտները մահմեդականներ չէին, նրանք հինդու են, հինդու կրոնի։ Ակբարը գերադասեց նրանց ունակությունները, ոչ թե որ կրոնին պատկանելը։ Նրանց խելքը գերադասեց եւ հավատարմությունը։ Հենց դա էլ նրան դարձրեց հաջողակ։ Դուք պատկերացնում եք, մուսուլմանի համար շատ կարևոր են իրենց կրոնի անդամներ, խորհրդականներ ունենալը, բայց Ակբարը լրիվ հակառակն արեց։ Անկախ կրոնից, անկախ ամեն ինչից։ Ունակությունները գերադասեց եւ հավատարմությունը։ Նա հասկացավ, որ իր կայսրությունը չի կարող
հարատևել ու գոյություն ունենալ անհավատարիմ մարդկանցով եւ ինչը թե նույն կրոնին են պատկանում։ Հիմա կուսակցությունների մեջ կրոնի հարցը չէ իհարկե, բայց կրոնի փոխարեն կարող է այլ բաներ դեր խաղալ, ասել այս մարդիկ ինձ միշտ գովում են, հաճոյանում են, ես այս մարդին վստահում եմ եւ լրիվ այլ բաներ դրանով գնահատել մարդու ճիշտ կամ սխալ լինելը եւ անդամակից դարձնել այլ սկզբունքներից, սխալ սկզբունքներից ելնելով։ Ինչպես գիտենք, ճիշտ առաջնորդը երբեք մենակ չի կառավարում։ Նա կառավարում է իր թիմի հետ։ Նա ուժեղ է միայն այն դեպքում, երբ որ ճիշտ ընտրություն է կատարում իրեն շրջապատում արժանի, խելացի եւ ռազմավարական մտածողությամբ մարդկանց։ Առանց դրա նույնիսկ ամենահզոր ղեկավարը դատապարտված է ծախողման։ Այս սկզբունքը թող ի նկատի ունենան կուսակցության անդամներ ընտրելուց, ես չգիտեմ սկզբունքները ինչպես են ընտրում, ես երբեք չեմ վստահել 5 կուսակցություններին, որ հասցրել են երկիրը այս վիճակի։ Նաև ինչ կասեի, այդ մասին ասեցի, կան մեկնաբանություններ, որ ասում են դանդաղ եք խոսում, քունը ստանում է։ Ի պատասխան դրան ես կասեի, կարծես թե դուք ինձ վճարում եք, այնպես եք ասում, կարծես թե դուք ինձ աշխատավարձ եք տալիս եւ բողոքում եք, որ արագ չեմ աշխատում։ Եթե շատ արագ նորություններ եք ուզում, գնացեք այն նորությունների ալիքները, որ վարժ խոսում են, արագ նորություններ հայտնում, ուրիշ տեղ փնտրեք դրանք։ Ես ձեզ չեմ հրավիրել, ես ձեզ չեմ ստիպել նստել ու լսել, ես ձեզ չեմ ստիպել, չէ՞։ Եվ դե ինչից եք բողոքում։ Այսքան եմ կարողանում, այսքան եմ անում։ Ում դուր չի գալիս, բարի ճանապարհ։ Ձեր պրետենզիաները մի ներկայացրեք ինձ, որովհետև սա անկախ կանալ է, ոչ մի կողմից չի վարձատրվում։ Ուրիշ մարդիկ էլ չեն գրում են, թե չես կարողանում կարդալ անկիրթ ես, խոսքդ սահուն չէ։ Չգիտեմ, տեղյակ եք, թե ոչ, ես 25 տարից ավել չեմ ապրում Հայաստանում։ Իմ միջավայրը առօրյա խոսակցության լեզուն հայերեն չէ։ Ես ամեն օր չեմ օգտագործում հայերեն, եւ բնական է, որ տարիների ընթացքում խոսքս կորցրել է իր սահունությունը, խոսելիս փորձում եմ հիշել ճիշտ բառեր, միտքս կազմել, ձեզ հասկանալի դարձնել իմ միտքը, դրա վրա եմ կենտրոնացված, ոչ թե սահուն խոսելու։ Իմ մոտ չի ստացվում արագ։ Եթե իմ առոգանությունը, խոսելու ձևը ձեզ տհաճություն է բերում, ինչ արած, ոչինչ չեմ կարող անել։ Միգուցե ընթացքում հարթվի, շատ խոսելիս դառնա ավելի սահուն, չգիտեմ, գարանտիա ոչ մի բան չկա։ Եթե ես ինքս կցանկանայի, որ սահուն ու արագ լինել։ Ես Հայաստանում գտնված ժամանակ հավատացեք այդպես էի խոսում։ Եթե մի քիչ համբերատար լինեք, միգուցե շատ բաներ կուղղվի եւ կհարթվի, ընդհանրապես երկար ես խոսում, նման բաների շուրջ ընդհանրապես պրակտիկա չկա, փորձ չկա ոչ մի բանի։ Ամեն ինչ պետք է հաշվի առնել, չէ՞։ Ձայնագրության որակը կարող է լավանալ, այս խառը գործերից հետո կզբաղվեմ այդ բաների վրա ուշադրություն դարձնելով, դա ինձ համար այս պահին առաջնահերթություն չի։ Շնորհակալ եմ իմ բոլոր լսողներին, ովքեր համբերատար են, հասկանում են եւ մակերեսային բաների վրա չեն կենտրոնանում։
Իսկ իմ խոսքի քննադատները, եթե փորձում են իմ համար կոմպլեքսներ ստեղծել, եւ ձեր նպատակը ուղղակի լրացնելն է, ամաչացնելը կամ մի բան, ես կասեի, որ վատ նորություն ձեզ համար, դա իմ վրա բոլորովին չի ազդում։ Ես գիտեմ, որ կլինեն խմբեր ցանկանան լրացնել բացասական կարծիքներով, կոմենտներով։ Ձեր կարծիքը բոլորովին ինձ համար նշանակություն չունի։ Այսքան դրական կարծիքներ կան կոմենտներում, մեկնաբանություններում, ինքն իրեն խոսում է իրենց մասին ամեն ինչը, եթե նույնիսկ ես ոչ մի բան չասեմ ձեզ։ Մի խոսքով, ես եւ Էդգարը աջակցում ենք Վարդանին եւ դեմ ենք իշխանությանը, որ նման մեղադրանքներով ցանկանում է նրան լրացնել, վնասել եւ այլը մնացածը դուք գիտեք։ Մենք նույնպես կարող է վտանգի տակ ենք դնում մեզ ճշմարտության մասին բացահայտելով եւ այսքան շատ խոսելով։ Ամեն ինչ կարող է պատահել, բայց մենք լռել չենք կարող։ Սա նաեւ գնահատել է պետք։ Քաջություն, ամեն կանալ ամենալիք չի ցանկանում գլխացավանք, ճիշտ է։ Իսկ մենք մեզ դրել ենք նման նշանակետի առաջ։ Չնայած իմ կանալը փոքր կանալ է, դժվար թե ուշադրություն դարձնեն, հանդիսատեսները այդքան շատ չեն։ Մի խոսքով մենք կարող ենք լռել ու ընդհանրապես ուրիշ բաների մասին խոսել։ Կարող ենք խոսել, եթե չի թույլատրվում ոչ մի քաղաքական մարդկանց մասին խոսել, կյանքի իրադարձություններ քննադատել, ինչ անենք, բերենք խոսենք ծաղիկների, մեղուների, չգիտեմ ինչերի մասին, ընդհանրապես խոսքի ազատությունը դրա համար է, չէ՞, ինչի մասին ցանկանանք, նրա մասին էլ կխոսենք։ Իհարկե, ամեն մարդ չի համարձակվի ձեզ ճշմարտության կողմը լինել իր մտքերը բացահայտելով։ Վերջացնելով ձեզ ասեմ, որ մեկ, եթե որևիցե մարդու ցանկանում եք իմանալ նրա հոգեկան հասունության աստիճանը եւ նրա բնավորության մասին շատ հատկանիշներ, ես ձեզ կասեի, որ նայեք նրա երախտագիտության աստիճանին։ Այս կամ այն մարդու երախտագետ լինելու աստիճանը ձեզ շատ բան կասի, կբացահայտի մարդու ով լինելու մասին, եթե նրան լավ չեք ճանաչում։ Այն նայեք ձեր շուրջը։ Եթե կան մարդիկ, որոնք երախտագետ են, երախտապարտ են, եթե ինչ-որ բաներ արել եք իրենց համար, դուք կարող եք հասկանալ, թե նրա էմոցիոնալ հասունությունը ինչ աստիճանի մեջ է գտնվում։ Երեխայական, ցածր մակարդակի վրա, թե ինչ։ Լավ, հերիք է այս ամենը այժմ։ Շնորհակալ եմ, որ լսեցիք։ Շնորհակալ եմ, որ աջակցում եք, քաջալերում եք այս ամեն ինչում։ Շնորհակալ եմ ձեր կոմենտների համար, բարի խոսքերի եւ այո, դուք եք ընդդիմությունը։ Այստեղ ձևավորվում է իսկական այն խումբը, որոնք միավորվել են, հավաքվել են մի գաղափարի շուրջ։ Այ օրինակ Էդգարը այս գաղափարն էր պաշտպանության, արդարության, Վարդանին ազատելու գաղափարի շուրջ, տեսակ ինչքան մարդ համախմբվեց, ամեն ալիք չի կարող դա անել, համախմբել գաղափարի շուրջ։ Եվ ուրախ եմ, որ դուք եք եւ աջակցում եք ձեր դիտումներով, ձեր խոսքերով, հավանության նշաններով եւ բոլորդ եք միասին ձեռքի տված պայքարում Վարդանի ազատության համար, բայց ոչ թե կոնկրետ անձի, այլ ընդհանրապես գաղափարի համար, որ չի կարելի լրացնել ճիշտ խոսող մարդկանց, ով ուզում է դա լինի։ Եվ
Այսպիսով շնորհակալություն եմ հայտնում ձեր աջակցության համար եւ ձեր հասկացողության համար։ Ես տեսա, թե ինչպես եք կոմենտներ գրում եւ ձեր աջակցությունը փորձում բացահայտել Էդգարի մոտիվացիաները հենց այստեղ ալիքի տակ, որտեղ տեղադրվել էր Վարդանի մոր տեսանյութը։ Այսքան կոմենտները դուք իրոք հասկանում եք ամեն ինչը, դուք իմաստուն եք։ Եվ մարդիկ, որ կարծում են, թե համախմբել մարդկանց չի կարելի, հնարավոր չէ, ձեր քանակը, ձեր ստորագրությունների քանակը լրիվ հակառակն է ասում։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։